Այնուհետև Աստծո խոսքը ապահովում է ֆիզիկական բժշկությունը։ Սա իմ սեփական փորձից եմ ասում։ Եկեք մի պահ դիտարկենք 107-րդ Սաղմոսը 17-րդ խոսքից մինչև 20-րդ խոսքը։ Հիմարները սրանք այլ եկեղեցիներից են եւ ոչ երբեք դուք կամ ես։ Հիմարները իրենց անօրենության ճանապարհի համար եւ իրենց անիրավությունների պատճառով նեղություն քաշեցին։ Երբ է եղել, որ մեզանից որևէ մեկը չտառապի սխալ ապրելաձևի պատճառով։ Ես այնքան շատերին եմ լսել, ովքեր իրենց բժշկության համար ինձ մոտ են եկել։ Նրանք հազվադեպ էին գիտակցում, որ իրենց խնդիրների աղբյուրը սխալ կյանքն է, բայց ասված է. հիմարները իրենց անօրենության ճանապարհի համար եւ իրենց անիրավությունների պատճառով նեղություն քաշեցին։ Նրանց անձերը բոլոր կերակուրներից զզվեցին եւ մինչեւ մահվան դռները մոտեցան։ Նրանք մոտ էին մահվան, բժիշկներն արդեն ոչինչ չէին կարող անել, այնուհետև ասվում է, եւ դեպի Տերն աղաղակեցին իրենց նեղություններում։ Իմ մեկնաբանությունը սրա վերաբերյալ այն է, որ ավելի հաճախ մարդիկ սկսում են աղոթել ամենավերջին պահին։ Նրանք արդեն մահվան դռների մոտ են եւ այստեղ նրանք հասկանում են, որ միգուցե իրենց աղոթքը կօգնի։ Եվ ինչ արեց Աստված, լսեք։ Եվ նա նրանց փրկեց իրենց վշտերից, իր խոսքն ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրենց կորստից։ Ուշադրություն դարձրեք այն 3 գործողությունների վրա, որ Աստված անում է։ Երբ նա ուղարկում է իր խոսքը, նա փրկում է, բժշկում եւ ազատում։ Աստծո ողորմության 3 մեծ գործունեություն՝ փրկություն մեղքերից, բժշկություն հիվանդությունից եւ ազատագրում դևերի իշխանությունից։ Այս բոլորը նա առաջին հերթին իրագործում է իր խոսքի միջոցով։ Ես փորձից գիտեմ, որ ձեզանից ոմանք փնտրում են մի քարոզիչ, որն իր ձեռքերը դնի ձեզ վրա եւ աղոթի, ու դուք բժշկվեք։ Իհարկե, թող դա այդպես լինի, բայց ես գիտեմ, որ շատերն ինձ մոտ գալով մտածում են, որ եթե ես աղոթեմ իրենց համար, ապա իրենք կբժշկվեն։ Բայց դա այդպես չի լինում, եւ իրականում ես այնպիսի մի կետի հասա, որ սկսեցի մի քիչ անհանգստանալ, քանի որ տեսնում էի մարդիկ փնտրում են պրինց եղբորը եւ ոչ թե Տիրոջը։ Ուրեմն թույլ տվեք ասել ձեզ, որ դուք կարող եք բժշկվել առանց որևէ քարոզչի, եթե ընդունեք Աստծո խոսքը, որովհետև նա ուղարկեց իր խոսքը եւ նրանց ազատեց։ Այնուհետև գալիս է իմ սիրելի համարը, որն Աստծո կողմից ինձ տրվել է զինվորական հոսպիտալում, երբ արդեն ոչ մի դեղ ինձ չէր օգնում։ Առակաց 4-րդ գլխի 20-րդ, 21-րդ եւ 22-րդ խոսքերը։ Որդյակս, ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջդ տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առջևից, պահիր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Այստեղ ասվում է, որ Աստծո խոսքը բժշկություն կլինի ամբողջ մարմնի համար։ Եվ շուրջ 7 ամիս է ես պառկեցի զինվորական հոսպիտալում եւ բժիշկները չբուժեցին ինձ։ Եվ ես ասում եի, եթե միայն հավատք ունենամ, ապա կբժշկվեմ։ Այնուհետև ես հանդիպեցի այս համարին, հավատքը լսելուց է եւ լսելն Աստծո խոսքից։ Ես սկսեցի հուսալ եւ նոր հույսով ուսումնասիրել Աստվածաշունչը, բայց մի խնդիր ունեի, ես պրոֆեսիոնալ փիլիսոփա էի։ Եվ փիլիսոփայի գործը ամեն ինչ բարդացնելն է, եւ այդ պատճառով չկարողացա ընդունել Աստծո խոսքն իր ողջ պարզությամբ։ Ես կարդում էի Աստծո բժշկության խոստումները մեկը մյուսի ետևից, բայց մտածում էի, որ դա վերաբերվում է միայն իմ հոգու բժշկությանը։ Իրականում նրան չի հետաքրքրում իմ մարմինը, քանի որ այն մահկանացու է եւ մի օր կվերանա։ Օրհնիր Տիրոջով իմանց, որ ներում է քո բոլոր մեղքերը եւ բժշկում քեզ ցավերից։ Եվ ես ասում էի, այս ցավերը միայն իմ հոգու ցավերն են, բայց երբ հասա Առակաց 4-րդ գլխի 20-րդ եւ 22-րդ խոսքերին, չէի կարող սխալվել։ Աստված ասում է, որ իր խոսքերը կյանք են դրանց գտնողների համար եւ բժշկություն նրանց ամբողջ մարմնին։ Եվ ես ասացի, անգամ փիլիսոփան չի կարող այնպես անել, որ մարմին բառը ունենա մեկ այլ իմաստ։ Բժշկությունն իմ ամբողջ ֆիզիկական մարմնի համար է։ Այնուհետև նայեցի իմ գրքի մեկնաբանությունների լուսանցքը, որը մեկնաբանում էր այս բժշկություն բառը, եւ մեկնաբանության մեջ դրա համարժեք բառը դեղահաբն էր։ Այնպես պատահեց, որ բանակում ես բուժակ էի եւ հարցրեցի. մարդիկ ինչպես են ընդունում իրենց հաբերը։ Եվ պատասխանն այն էր, 3 անգամ սնվելուց հետո դա ամբողջական եւ մշտական բժշկություն եւ առողջություն տվեց ինձ աշխարհի ամենաբարենպաստ եղանակն ունեցող երկրներից մեկում Սուդանում։ Եվ ես կասեմ ձեզ, քույրեր եւ եղբայրներ, դա գործում է։